Տեղյակ եք, որ վերջերս Վաշինգտոնում նախաստորագրվել է մի փաստաթուղթ իբր Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության նպատակների մասին: Այդ փաստաթղթի վկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Փաշինյանը, սակայն, ներկայացնում է նրան որպես երաշխավոր: Ինչ եք կարծում, Թրամփը կարո՞ղ է երաշխավոր լինել մեր և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին: Չնայած նրա, որ Թրամփը կարծես արդեն մոռացել է, որ երկրներն էին Հայաստանը մեկ Ալբանիայի կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան: Լուրջ է արդյոք այս ամենը: Դե մի լուրջ է, գիտես ոնց է, եթե պատերազմը չլինի, լուրջ է էլի, եթե չլինի: Ոնց նա կարող է մեզ համար այդքան մտածի, հոգատար լինի, որ ինքը այդքան հեռու է, նա մինչև գիտե ոտնատակտված կլինեն Հայաստանը: Պարտականությունը անում է: Վկա էր, իմ կարծիքով վկա էր: Միգուցե վկա էլ չլիներ, հենց լներ, չգիտեմ էլի: Любой մարդ է մեղք ունի, հասկանում ես, ոչ մեկն էլ 100%-անով չի, շփոթվում են եսի մի բան են անում, ոբշե: Ես քաղաքական վերլուծաբան չեմ, կներեք որ տենց եմ ասում, բայց բոլոր դեպքերում ես իմ աշխարհը էլի, հիմա ոչ մեկին էլ չենք հավատում: Տրամպը ծեր մարդ է, այսօր 80 անց մարդ է, նա ինչ ծրագիր պետք է առաջարկի, մի 2 տարից արդեն են մարդը մահանալու է, ինչ պետք է ղեկավարի չես հասկանում: Սենց ասեմ, երեխաներին ոնց է մայրը կամ հայրը սաստում, չէ, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն կարող ոչ Տրամփի խոսքից հետ կանգնեն, ոչ էլ Ամերիկայի կնիքով հաստատված փաստաթղթից: Ուղղակի իրանց կստիպեն, որ իրանք իրանց խոսքի տերը լինեն, իրանց ստորագրած փաստաթղթի դրույթները կատարեն: Քաղաքական մեծ ֆոկուսնիկ է, ինքը աճպարար, հասկանում ես, ինքը ստենդ է պատերազմը հրահարում, մեկ էլ միջամտում իր հրահարած պատերազմը խաղաղության վերածում, անմտնում խաղաղասեր եմ, դեմոկրատ եմ, հասկանում ես, մենք չպետք է տրվենք այդ քանդրբազություններին քաղաքական: Նմանս նմանին է գտնում, ինչի Թրամփը գտավ ստե, Թրամփը գտնում է Զելենսկուն, Թրամփը գտնում է, չգիտեմ, Մոլդովայում, հասկանում ես, նմանը նմանին է գտնում, ցավոտ, որպեսզի իր ջրերում նրանք լողան, առավել ևս որ այդ երկրներում խնդիրներ կան, պրոբլեմներ կան, հասկանում ես, առավել ևս որ հենց արևմտյան որոշ ուրեմն լկտի ու խոտոր կառույցների շնորհիվ են դրանք եկել իշխանության, հիմա պետք է նպաստեն դրանց իշխանության չնպաստեն, այդ ցավը դրա մեջ է: